Անիծվածների կամ դժբախտների տարածք։ Հենց այսպես են իրենց բազմաբնակարանային շենքը անվանում Կոտայքի մարզի Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանի բնակիչները։ Շուրջ 200 մարդ այստեղ ապրում են էքստրեմալ պայմաններում։ Բավական է մեկ ուժեղ հարված եւ 4-րդ կարգի վթարային կառույցը կարող է փուլ գալ բնակիչների գլխին։ Հարևան երեխան գանցնի, պատը փլվի, վթար կնի արդեն ամեն ձևով են ում է պիտի ենք դիմենք։ Աստիճանները առաջի հարկն եմ ես ապրում, աստիճանները շատ անմխիթար վիճակ է, զուգարանները անմխիթար վիճակ է, բոլորը։ Ստեղ այնպես բան չկա, որ մի հատ գոնե մի հատվածը նորմալ լինի։ Հանրակացարանի շենքն այնքան հին է, որ բնակիչները չեն էլ հիշում, թե երբ են այն կառուցել։ Երբևէ չվերանորոգված կառույցի տանիքը վնասված է։ Խոնավությունից առաստաղն ու պատերը փուլ են գալիս։ Պատուհանների մի մասը ջարդուխուրդ եղած է։ Ճռճռացող հատակի վրայով բնակիչները մի կերպ են քայլում, իսկ կոյողագիծն ու ջրագիծը վաղուց է փտել։ Ստորակները նորմալ է, տենց չի աշխատում։ Այս ջուրը թման միջանցքով, կատալոգը վերևից լրիվից ճեղքատով է։ Ոչ մի օլիգարխի շուն այստեղ չի ապրի։ Հանրակացարանի նույն հարկի բնակիչները օգտվում են ընդհանուր սանհանգույցից։ Կոյուղին հաճախ խցանվում է, ծորակը վերանորոգման կարիք ունի, որի հետևանքով ամբողջ սալահատակը ջրով է պատված։ Իսկ ձմռան այն վերածվում է սառցադաշտի։ Բյուրեղավանի թիվ 1 հանրակացարանի բնակիչներն իրենց հերոս են համարում նման պայմաններում գոյատևելու համար։ 10 տարեկան աղջիկը գարշոկը դնում ենք տունը երեխես չի շկանում, տանում ենք դուրսը թափում ենք։ Մարդկա չի կարում տանի, դուսա տալիս, ալերգիա տալիս։ Չնայած այս ծանր պայմաններին հանրակացարանի բնակիչները գերազում են իրենց կիսավեր կացարանները սեփականաշնորհելու մասին, սակայն իրենց առաջարկած գինը 85-ից 100,000 դրամը համարում են չափազանց թանկ։ 8 հոգի, 9 հոգի, 2 հատ փոքր սենյակի մեջ սեփականացնենք, ինչը սեփականացնենք։ Սովորական կվարտիրաները նորմալ պայմաններում գտնվող սեփականացրել են ընդամենը 20,000 դրամով, իսկ մեր գումար կազմում է մոտ 100,000 դրամ։ Թիվ 1 հանրակացարանը Բյուրեղավանում միակը չէ, որ նման վիճակում է։ Թիվ 4 հանրակացարանը նույնպես վթարային է, սակայն տեղի բնակիչները խուսափեցին տեսախցիկի առաջ պատմել իրենց կենցաղի եւ խնդիրների մասին։